Եթե ուշադրություն դարձնեք, թե ինչ է ասում մեզ Բարձրյալը, նա ասում է, որ բոլոր հիվանդությունները մեղքերի պատճառով են։ Երեխաները հիվանդանում են իրենց ծնողների գործած մեղքերի պատճառով։ Էլ չենք ասում, որ նրանց տատիկները և պապիկները նույնպես կարող են մեղքեր գործած լինել։ Իսկ մեծերը հիվանդանում են իրենց գործած մեղքերի պատճառով։ Եղել են դեպքեր, որ ես նկատել եմ, որ մարդիկ տառապանքը ստացել են Բարձրյալից, երևի որ ինձ հետ հանդիպեն և հասկանան թողության հրաշագործությունը։ Ես ցանկանում եմ, որ այս հրաշք թողությունը հավատի նախապայման դառնա բոլոր ազգերի ժողովուրդների համար։ Այն մարդը չի կարող մեղքերի թողություն ստանալ, առաջին, որն իր մեղքը մեղք չի համարում, երկրորդ, հոգևոր առաջնորդին չվստահողը, և երրորդ, մեղքերի թողություն խնդրի և չների մյուսներին։ Աստված ասում է, որ կգա ժամանակ, որ մարդիկ ագրեսիվ կդառնան, անշնորհակալ կլինեն, երեխաները չեն հարգի ծնողներին, փառասեր և փողասեր կդառնան, զրպարտողներ կդառնան, չար կլինեն։ Եվ եթե մեր շուրջը այս ամենը արդեն կա, ապա անհրաժեշտ է այնպես անել, որ բոլորը իրար սիրեն, որպեսզի աշխարհի վերջը չգա։ Եթե կան բաներ, որոնք անում են ուրիշ ազգեր, ապա պետք է նրանցից միայն լավը ընդօրինակել, այլ ոչ թե վատը։ Անգամ Աստված մարդուն տվել է հնարավորություն գնալ եկեղեցի, մեղքերի թողություն խնդրել և մաքրվել։ Աստված թույլ է տալիս նաև, եթե չունես ժամանակ գնալ եկեղեցի, քո սենյակում փակվիր և խնդրիր մեղքերի թողություն։ Ծնկաչոք Աստծուց ներողություն խնդրիր։ Աստված լսում է քեզ, նա քեզ կների։ Հետո ապացուցիր Աստծուն, որ դու այլևս այդ մեղքը չես գործի, որպեսզի Աստված քեզ հավատա, որ դու էլ այդ մեղքը չես գործի, և նա քեզ կօգնի։ Իսկ ես, իմ սիրելիներ, ձեզ խորհուրդ կտամ, ինչու մի պարկ մեղքեր հավաքեք, գնաք տուն կամ եկեղեցի։ Պետք չէ ընկնել սատանայի ծուղակը։ Իսկ եթե ընկել եք, հենց այդ իսկ պահին խնդրեք մեղքերի թողություն։ Ինչպես է փոքրիկ գառնուկը ցեխից ցանկանում դուրս գալ, եթե ընկել է ցեխի մեջ, այդպես էլ դուք, հենց այդ պահին խնդրեք մեղքերի թողություն, և վատ հետևանք չի լինի։ Հենց հիվանդություններն էլ մեղքերի արդյունք են։ Իսկ սատանան ինչպես է խաբում մարդուն։ Նա ասում է. դու սուրբ ես, ասես սպիտակ պատ լինես։ Դու չես թալանում, չես գողանում, չես ստում, դու ասես սուրբ լինես։ Բեր մի փոքրիկ մեղ խփեմ քո պատին։ Մի փոքրիկ մեղքի համար Աստված քեզ կների։ Եվ այսպես մարդն ընտրում է իր սիրած մեղքը, և սատանան այդ մեղը խփում է սպիտակ պատին։ Այդ մեղը խրվում է մարդու մի որևէ օրգանի մեջ, և այդտեղից էլ սկսում է հիվանդությունը։ Եվ որպեսզի բուժել այդ հիվանդությունը, հարկավոր է այդ մեղը հանել։ Հենց դրա համար էլ խնդրում ենք մեղքերի թողություն։ Եթե կա հիվանդություն, ուրեմն մեղքի պատճառով է։ Եթե մարդը մեղքերի թողություն խնդրի և փոխի իր կյանքը, ուրեմն կբուժվի։ Եթե մարդու նյարդերը տեղի են տալիս, ուրեմն նա հոգևոր կրթություն չունի։ Աստված ասում է. իմ ժողովուրդը կորչում է անգրագիտությունից։ Նյարդային հիվանդությունները դրանք հոգու հիվանդություններ են։ Մարդու սիրտը կարող է հիվանդանալ չարությամբ, ծուլությամբ, փառասիրությամբ, ինքնասիրությամբ և տարբեր չարություններով։ Մինչև մարդը չճանաչի իր փրկչին, նրա հոգին հանգիստ չի կարող լինել։ Ինչքան ուզում ես մարմինդ կերակրիր, հագցրու, միևնույն է, այն հող է դառնալու։ Մարդը վազում է ամբողջ օրը, որպեսզի սրտին գոհացնի, և ոչ մի ժամանակ չի մտածում հոգին փրկի։ Այն մարդը, ով կարողանում է ներել, նրա նյարդերը և առողջ են, և ամուր։ Եթե մարդը չի ներում, նրա մոտ առաջանում է լարվածություն։ Ապա մեր շուրջը նայեք, ինչ է կատարվում։ Հիվանդությունները գլուխ են բարձրացրել։ Այս ամենը մեղքերի պատճառով է։ Եկեք բոլորս միասին մեղքերի թողություն խնդրենք, և Աստված միանգամից բոլորիս կների։ Թե չէ
ինչպես կարելի է այսպես ապրել։ Աստված մարդուն ստեղծել է իր կերպարանքով և տվել է այնպիսի զորություն, որ մարդը կարողանում է տիեզերք թռչել։ Նա մարդուն ստեղծեց և ստուգեց, թե կլսի իրեն։ Արգելեց պտուղը ուտել, բայց գայթակղվեցին և կերան, այլապես կմնային դրախտում։ Ասում են, ուղտը ասեղի նեղլիկ անցքով ավելի հեշտ կընկնի դրախտ, քան մարդը իր մեղքերով։ Գոյություն ունի դժոխք։ Այ եթե գազօջախը միացնես և ձեռքդ պահես կրակի վրա, ինչքան կարելի է պահել։ Իսկ դժոխքում պետք է հավերժ վարվել։ Ինչպես կարելի է չվախենալ դժոխքի կրակներից։ Եվ որպեսզի մեզ փրկի Հիսուսը, իր արյամբ մեր մեղքերը առավ։ Դա նման է այն բանի, որ ասենք մեկին տանում են գլխատելու։ Գալիս է Հիսուսը և ասում է. նա մեղավոր չէ, այդ մեղքը ես եմ գործել։ Եվ Հիսուսին պատժում են նրա փոխարեն։ Հիսուսը մեր մեղքերը վերցրեց իր վրա, իսկ դրա համար նա տվեց իր կյանքը։ Նա հիմա մեզ հետ է։ Նա մշտապես տեսնում է մենք ինչ ենք անում։ Նա տեսնում է մարդու մեղքերը։ Աստված ցանկանում է, որ մենք իրար հետ վարվենք այնպես, ինչպես ծնողն է ցանկանում, որ իր երեխաները լավ լինեն իրար հետ։ Մեզ էլ տվել է առաքելություն։ Շուտապույտ պետք է ազատվել նախանձից։ Նախանձից կարելի է ամեն վատ բան սպասել։ Այն կարող է մարդուն վերացնել։ Հարկավոր է մարդիկ զգան իրենց մեղավորությունները, խնդրեն մեղքերի թողություն և նոր կյանք սկսեն։ Կտակարանում ասվում է. կգան ժամանակներ, որ մարդիկ օրը ցերեկով կվախենան տանից դուրս գալ։ Ինչու հասնենք այդ օրվան։ Ինչու ինքներս մեզ չփոխենք և մեր երեխաներին չփոխանցենք մի աշխարհ, որտեղ բոլորը միմյանց սիրեն։ Ցորենը երբ ցանում են, միայն Աստված գիտի, թե ով պետք է ուտի։ Ես այնքան եմ ցանկանում, որ շատ շուտ, հաշված րոպեներում, ողջ Ուկրաինան և ամբողջ աշխարհը մաքրված լինեն մեղքերից։ Եվ ես ուղղակի համոզված եմ, որ Աստված մեր ժողովրդին կփրկի, որովհետև բոլորն էլ այսօրվա գործած չարության համար վաղը փոշմանում են։ Մեր ժողովուրդը հեշտությամբ լավի կողմն է գնում։ Մարդիկ պետք է իրար սիրեն անկեղծ սիրով։ Դա էլ կլինի մարդկության փրկությունը։